Կանգնել ենք հերթական ընտրության շեմին և դարձյալ պետք է որոշում կայացնենք առաջիկա տարիների համար։ Անկախության ընթացքում կազմակերպված համապետական ընտրությունները ընտրողի մոտ առաջացրել են այնպիսի տպավորություն, որ նախընտրական ծրագրերը ոչ թե իրականացման, այլ ընտրական գործընթացի համար են։ Դրա համար կա հասարակության անվստահություն։ Որպես մարդ, ով իր աշխատանքային գործունեությամբ ծանոթ է մարզի խնդիրներին, նոր իրողությունների պարագայում հասկանում եմ, որ ապագա պատգամավորը պետք է ներկայացնի մարզը և փորձի այդ խնդիրները դնել կառավարության առաջ։ Կառավարություն, որը պետք է օրենքի ուժով ունենա Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման մասին ծրագիր, այլապես նպաստել, աջակցել, ստեղծել վերացական ձևակերպումներով հնարավոր չէ հարցեր լուծել։ Իրողությունը այն է, որ երբեմնի արդյունաբերական Կապանը այսօր դարձել է գործազրկության մայրաքաղաք։ Կապանը աչքներիս առաջ մարում է, և մենք հայտնվել ենք մի իրողության մեջ, երբ լուռ հետևում ենք մեր քաղաքի անկման ընթացքին։ Խնդիրներ կան մարզի բոլոր տարածաշրջաններում։ Ու եթե կա հնարավորություն, որ պետք է փորձել իրավիճակ շտկել, մենք միասին հավաքական մտածողությամբ պետք է այդ քայլը անենք։ Անկախության ամենածանր տարիները մենք հաղթահարեցինք հավաքական մտածողությամբ։ Հավաքական մտածողություն, երբ բոլորիս համար կար մեր և մենք բոլորս մենք էինք։ Պատերազմական գործողությունների ավարտից հետո, երբ խաղաղություն հաստատվեց, թվում էր, թե մենք շատ արագ ոտքի ենք կանգնելու, սակայն պարզվեց, որ այլևս հավաքական մտածողություն չկա։ Ամեն մարդ մնաց իր խնդիրների հետ միասին, և բոլորի մոտ գերակշռող դարձավ եսը և իմը, ամենքը իր խնդիրների հետ։ Մինչդեռ կարող էինք միասնական նաև այդ հարցերի լուծում տալ։ Եվ ակնկալում եմ, որ այս ընտրություններով մենք նորից կդառնանք հավաքական միասնություն, մենք, ու սոցիալական արդարությունը կդառնա մեր կյանքի որոշիչը։ Ահա հենց այդ պատճառով է, որ Դաշնակցության կարգախոսը ենթադրում է արդար Հայաստան։ Հայաստան, որտեղ եթե մեկին մի բան կարելի է բոլորին, եթե մեկին մի բան չի կարելի ոչ մեկին։ Մենք միայն հավաքական այսպիսի մոտեցումներով է, որ կարող ենք իրավիճակ փոխել։ Մեր խնդիրների լուծման ճանապարհին մեզնից յուրաքանչյուրը փորձում է իր պատկերացրած տեսլականը ներկայացնել։ Բայց եթե մենք մեկտեղ ենք մեր բոլոր ցանկությունները, կպարզվի, որ դրանք իրարից շատ չեն տարբերվում։ Սոցիալական ներկա վիճակը բոլորին պարզ է։ Պարզապես լուծումների առումով ոչ թե ամենքս դեպի մեզ քաշենք խնդրի լուծումը, այլ հավաքական մտածենք, թե ինչպես անենք, որ իրավիճակ փոխվի բոլորի համար։ Այն օրից էր ասենա, իր ազգի ազնիվ կարվում, ամենամեծ ույսներա, սիրահոժար մահնաճերին է գնում, արյուծի պես է կարվում, սիրահոժար մահնաճերին է գնում, արյուծի պես է կարվում։ Երազում ոչ անուն, ոչ ոսի ոչ կանց, հայրենիքն է իր հոգում սարպազանացած, գարիմներ է մաղում նա, ոցերում մամշեջ, սախրանքները չի պատմում, մահում է իր մեջ, գարիմներ է մաղում նա, ոցերում մանշեր, սախրանքները չի պատմում, պահում է իր մեջ։ Լայ, լա-լա-լայ, 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 լայ-լայ
Սասուն Բորիսի Մանուկյան ծնվել է 1972 թվականի մայիսի 21-ին Քաջարանում։ 1975 թվականին տեղափոխվել է Կապան։ Ավարտել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցը և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1992-94 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության Կապանի գնդում։ Մասնակցել է մարտական գործողություններին։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարշալ Բաղրամյան, Ծովակալ Իսակով, Դրաստամատ Կանայան, Հայաստանի Հանրապետության զինված ուժեր 20 տարի մեդալներով, Երկրապահ կամավորականների միության Հայաստանի երկրապահ հուշամեդալով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրական երախտագիտություն մեդալով։ 2016 թվականի ապրիլի 2-ից 12-ը և մայիսի 3-ից 9-ը մասնակցել է Արցախի հյուսիսային ուղղության մարտական հերթապահությանը, որի համար Կապանի զինկոմի կողմից արժանացել է պատվոգրի։ 1990-92 թվականներին աշխատել է Քաջարանի թիվ 5 միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ 1992 թվականին մասնակցել է տեղական եթեր հեռուստաընկերության ստեղծմանը, եղել է Կապան լուր լրատվական ծրագրի հիմնադիրներից։ 1992 թվականին ընտրվել է Կապանի քաղաքային խորհրդի падգամավոր, մինչև 1996 թվականը։ 1994 թվականին որպես Կապանի քաղաքային խորհրդի падգամավոր և հիմնադիր տնօրեն նախաձեռնել է Կապանի պետական հեռուստատեսության հիմնումը։ Հեռուստաընկերության սփռման տարածքը ներառել է Կապանի և Մեղրու տարածաշրջանները։ 1996 թվականին մարզերի ստեղծումից հետո Կապանի պետական հեռուստատեսության բազայի վրա ստեղծվել է Սյունիքի մարզային Ձագեձոր հեռուստաընկերությունը, որի կապակցությամբ էլ ազատվել է աշխատանքից։ 1996-97 թվականներին աշխատել է Կապանի քաղգործկոմի մշակույթի բաժնում որպես բաժնի վարիչ։ 1997-98 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հարավային մասնաճյուղի Քաջարանի տեղամասում որպես համակարգչային օպերատոր։ 1998-2000 թվականներին աշխատել է որպես հանրային հեռուստաընկերության Հայլուր լրատվական ծրագրի Սյունիքի մարզային թղթակից։ 2000-2002 թվականներին աշխատել է Սյունիքի մարզային Ձագեձոր հեռուստաընկերությունում որպես տնօրեն։ 2002-2004 թվականներին աշխատել է հանրային հեռուստաընկերության Հայլուր լրատվական ծրագրի Սյունիքի մարզի թղթակից։ 2004 թվականին որպես համահիմնադիր և գործադիր տնօրեն նախաձեռնել է Խուստուբ TV հեռուստաընկերության հիմնադրումը։ 2013-16 թվականներին աշխատել է Dundee Precious Metals Կապան ընկերությունում որպես գլխավոր տնօրենի խորհրդական։ 2014 թվականին աշխատել է որպես Սյունիքի մարզպետ Վահե Մաքսիմի Հակոբյանի խորհրդական։ Ներկայումս Խուստուբ TV սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենն է։ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ է, Հայ հեղափոխական դաշնակցության Լեռնահայաստան մարզային կոմիտեի ներկայացուցիչ։ Հայ հեղափոխական դաշնակցության կողմից առաջադրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորի թեկնածու։ Հայ հեղափոխական դաշնակցության տարածքային ցուցակում 7-րդ համարն է, ամուսնացած է, ունի 2 տղա։